Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Բարի երեկո, եթե սովոր եք երկուշաբթի երեկոյան առաջին ալիքի եթերում դիտել «Սպասիր ինձ» հաղորդաշարը, ապա մի փոխեք ձեր սովորությունը, մենք կրկին եթերում ենք։ Եթերում ենք, որպեսզի ինչ-որ մեկի պատմությունը լսենք, ինչ-որ մեկին կարեկցենք, ինչ-որ մեկի հետ հուզվենք, իսկ մեկ ուրիշին էլ լավ լուրեր հայտնենք։ Ով չի սիրում լավ լուրեր, նման մարդ հաստատ չկա։ Ու որքան երկար է սպասում լավ լուրերի, այնքան դրանք ավելի թանկ են դառնում, այնքան ավելի են երջանկացնում հասցեատիրոջը։ Կարող ենք ասել, որ երևի բոլորս ինչ-որ չափով կախվածություն ունենք լավ լուրերից։ Շատ կուզեինք, որ մեր թողարկումները միայն լավ լուրերից կազմված լինեին։ Այդպես իհարկե չի լինում։ Կյանքի հավասարակշռության չգրված օրենքը նաև մեր նախագծում է գործում։ Բայց կա մի բան, որ միշտ անփոփոխ է այստեղ։ Դա հույսն է, որ մի օր լավ լուրեր կլսի մեր նախագծին դիմաց յուրաքանչյուր ոք։ Առաջին լավ լուրը կհայտնեմ հենց հիմա։ Սկսում ենք այսօրվա թողարկումը։ Այս պահին շտապում ենք անկեղծ զրույցի մեր տաղավար եկած հյուրերից մեկի հետ։ Համեցեք։ Բարև ձեզ։ Ես Ֆեդյա Նիկողոսյանն եմ, փնտրում եմ ընկերոջս Դանեցկից, Ձիկուխա Իգոր։ Կարող եմ ասել իրահասեմ բացի տան համարից, Պետրովսկի ռայոն, Ռուբեն Իբալուրի փողոցում, ինքը 8 տարի աշխատել է մեզ մոտ Հայաստանում, կիպ ավտոմատիկայի մասնագետ էր, Դանեցկի պոլիտեխնիկ ինստիտուտի ներկայացուցիչ էր, որպես 2 հոգով աշխատում էին մեզ մոտ գործարանում։ Դրանից հետո ես եղել եմ իրանց տանը, մի 5-6 օր մնացել եմ իրանց տանը Դանեցկում։ Իսկ ինչպես է ընդհատվել ձեր կապը, ձեր շփումը։ Մոտորապես կտրվել է 92 թվականից Հայաստանում այս պատերազմական դրությունները, որ եղավ, այդ տարիներից հետո։ Այ հիմա ուզում եմ տվյալներ իմանամ իր մասին, որովհետև մենք այդ 8 տարին, որ ինքը մեր մոտ է եղել, երևակայի այդպիսի ընկերություններ հազվադյուտ են լինում։ Միշտ ասել եմ, ընկերներ կան, կա արյունակից եղբայր եւ ոչ արյունակից եղբայր։ Այդձևի կարող եմ բնութագրել նաեւ այս ընկերոջս, որպես եղբայր։ Որովհետև ես որ գնացել եմ Դանեցկ այդ 5-6 օրը մնացել եմ, նրա ծնողները երևակայի տարբերություն չէին դնում, ոնց իր հետ էին ասում, վերաբերվում նույն ձևի ինձ հետ։ Ինքը ունի Վերա անունով կինը, այն ժամանակ իր կինը Վերա եւ 2 աղջիկ ուներ, Նադեժդա եւ Լյուբով։ Ես հələ կատակով միշտ ասում եի, Իգոր, ես ինչ ես արել, Վերա, Նադեժդա, Լյուբով։ Ու իմ մեջ այդ բանը տպավորվել է, այն ժամանակ երեխաները փոքր էին, դեռ գնում էին մանկապարտեզ։ Մինչև հիմա ես այդ երեխեքի դեմքի արտահայտություններն եմ հիշում։ Քանի տարեկան կլինի ձեր ընկերը։ Երևի 60-63 տարեկան, 64։ Ինքը ինձանից երիտասարդ է։ Երբ որ ձեր կապը կար, շարունակում եք նամակագրությամբ իրար հետ կապ պահպանել, ինչով էր զբաղվում։ Գուցե փոխել էր մասնագիտությունը կամ աշխատանքը։ Ես ճիշտ ասած գիտեմ, որ ինքը միշտ էլ զբաղվել է այդ ավտոմատիկայի հարցով, որտեղ ինքը Դանեցկի պոլիտեխնիկ ինստիտուտի աշխատող էր։ Ասացիք, որ աշխատանքի բերումով այստեղ 8 տարի ապրել է Իգորը։ Դե ասենք, գիտեք ոնց տարվա մեջ 2-3 անգամ գնում էին մի քանի օրով, մի շաբաթով, ինչքան նորից հետ էին գալի, իրանք 2 հոգի էին։ 8 տարին բավականին մեծ ժամանակահատված է, դա նշանակում է, որ նա այստեղ ունեցել է այլ ընկերներ, ծանոթներ, շփվել է տեղացիների հետ, կարծում եմ նաև ձեր ընկերակցությամբ շրջել է Հայաստանով։ Դե ինչ որ չափով, որ ասեմ ինչ որ գնացել ենք, ես ինչքան տեղեր չէ, ձկնորսական ինքս ծերուներ ձկնորս Զալբյան հետ, ձկնորսություններ անում, ասենք հանգստյան օրերը, այդ ձևի, բայց հիմա ասենք ես որ
նստած խոսում էինք մինչև ձեզ մոտ գալը 2 օր առաջ ասեցի որ Եզևի բանկաման եմ գալի կան տղաներ որ հիշում են իրանց ասում են հա գիտենք որ Եզևի մարդիկ եղել են բայց այդպիսի ասենք ընկերություն ոնց որ իմ հետ ա եղել իրանց հետ երևի չի եղել որ իրանք ասենք ասեցին հա հիշում ենք բայց այն չէր ոնց որ ես եմ զգում Գուցե այլ մարդկանց հետ ինչ որ կապ պահպանվել է չէ դա հաստատ գիտեմ որ ոչ մեկը կապ չի ունեցել Լուսանկար ունեք Չէ լուսանկար ես իրաք չունեմ Ես կարծում եմ ձեր ընկերոջ մասին հատկապես վերջին շրջանում շատ եք մտածում ու հիմա պատեհառիթն է բարձրաձայնելու ձեր մտքերն ու զգացմունքները։ Իգոր, եթե այս հաղորդումը հասնի ձեզ եւ դու լսես ինձ, ապա իմացիր, որ ես ամբողջ հոգով ուզում եմ գտնեմ ձեզ, քեզ, Վերային եւ երեխաներին։ Մենք ուզում ենք ասել ձեր շնորհակալություն, որ դուք փնտրում եք ձեր ընկերոջը, որ այսքան տարիներ անցել է, հատկապես վերջին շրջանում էլ անհանգստություն կա։ Դիմել եք մեզ ու հույսով շարունակելու եք սպասել, որ մենք էլ կապ հաստատենք արդեն հետադարձ ձեզ հետ։ Ես ոչ մի հաղորդում բաց չեմ թողում։ Ու ես շնորհակալ եմ բոլոր այն անձանց, որոնք կազմակերպում են այս հաղորդումը։ Մենք գտնում ենք մեր հարազատներին։ Իսկ դա մեծ բան է։ Ավարտեցինք զրույցը մեր այսօրվա հյուրի հետ եւ սկսում ենք որոնման գործընթացը, հուսալով, որ այն անպայման հաջող ելք կունենա։ Քանիցս ասել ենք, որոնման ոչ մի հայտ առանց ուշադրության չի մնում։ Եթե դիմել եք մեզ, կարող եք վստահ լինել, աշխատանքներ տարվելու են, անկախ պատմության բարդության աստիճանից, անկախ դրա վաղեմության ժամկետից ու անկախ ինֆորմացիայի սակավությունից։ Միայն մի դեպքում ենք հրաժարվում որոնումներ սկսել, ու դա այն դեպքն է, երբ հասկանում ենք, որ որոնողը հրաժարվում է համագործակցել մեզ հետ, երբ ակնհայտորեն թաքցնում է կարևոր փաստեր։ Ջանքերն ուղղում ենք օգնելու այն հայտատուներին, որոնք մեզ դիմելու գիտակցված որոշում են կայացրել։ Եվ փորձը ցույց է տալիս, որ հաջողում են հենց նրանք, ովքեր սпасիր ինձին դիմելու առաջին իսկ րոպեից ոչ մի խոչընդոտ չեն ստեղծել։ Պատրաստակամությամբ մասնակցել են նկարահանումներին եւ տրամադրել են մեզ իրենց ունեցած ամբողջ տեղեկությունը։ Ուրախ ենք արձանագրել, որ մեծամասամբ հենց այդպես էլ լինում է։ Վստահ ենք նույն կերպ կլինի մեր այսօրվա հայտատուի հետ։ Դիտենք տեսանյութը եւ հաջողություն մաղթենք որոնումներին։ Նարինե Էրիկ Յոհանյանը ծնվեց 1983 թվականի հուլիսի 9-ին։ Մայրը երեխային հանձնեց Երևանի թիվ 2 մանկատուն։ 1984 թվականի փետրվարին Նարինեին որդեգրեց Իվետա Մալգոշևան, որդեգրումից հետո երեխային անվանեցին Ելիզավետա։ Ելիզավետա Հարությունի Մալգոշևայի մանկությունն անցավ Երևանում։ Երեխան ապրում էր մայրիկի եւ տատիկի հետ։ Որդեգրված լինելու մասին Ելիզավետան իմացավ 13 տարեկանում։ Կասկած առաջացրեց իր եւ մայրիկի տարիքային մեծ տարբերությունը։ Աղջիկը հարցրեց, Իվետան էլ պատմեց իրականությունը։ Երեք թե ես պատրաստ էի դրան, որտեղ գիտեի։ Ցնցված չէի, զարմացած չէի։ Նախ ընդհանրապես ոչ մեկին նման չեմ ընտանիքում։ Մեծ տարիքային տարբերություն է մորս հետ, մոտ 50 տարվա։ Ինքը բավական մեծ տարիքում է ինձ վերցրել։ Դրա համար կասկածներ կային։ Ես ուղղակի իրեն չէի ուզում վիրավորեի հարցերով։ Ես աշխատում եմ իրեն, որտեղ զգում եմ, որ իրեն ցավալի է թեման։ Աշխատում եմ ավելորդ հարցեր չտալ։ Մեկ շաբաթ մենք չենք խոսել իր հետ, եւ թեման կարծես թե փակվեց։ Այլևս չենք խոսել այդ թեմայով։ Ոչ ես եմ հարցեր տվել, ոչ ինքն է շարունակել։ Եվ էլ տենց ինչ որ կաշկանդված վիճակ չկար մեր մոտ, ավելի երեք նույնիսկ ավելի ջերմություն կար եւ ավելի մտերմություն։ Իվետայից աղջիկը կարողացավ իմանալ միայն այն, որ իր կենսաբանական մայրը Ջեմա Օհանյանն է, Իջևան քաղաքից։ Իր կենսաբանական մայրիկին Ելիզավետան սկսեց որոնել 2014 թվականին, Իվետայի մահից հետո։ Մանկատանը պահպանված փաստաթղթերում նրան հաջողվեց գտնել իր որդեգրման մասին որոշումը եւ իջևանյան մեկ հասցե։
Ելիզավետան այն գրի առավ թղթի վրա, սակայն հետագայում այն կորցրեց։ Հարազատների ճշգրիտ հասցեն մտաբերել այդպես էլ չստացվեց։ Որոշել է, որ մայրիկի օրոք չեմ փնտրելու իրեն։ Եթե ստացվի ընթացքում հետո մեկ օր կորոշեմ եւ կսկսեմ դրանով զբաղվել։ Երբ որ մայրիկը չկար արդեն 14 թվից, այդ ժամանակ սկսեցի ավելի տենց հետաքրքրված, ավելի կոնկրետ փնտրել իրեն։ Երևի թե երբ որ ավելի փոքր էի, երբ որ նոր էի մասել, չէի հասկանում։ Բայց իհարկե տարիքի հետ հասունանալով եւ մտածելով արդեն եւ որպես ծնող, սկսել եմ մտածել այլ կերպ, իհարկե։ Իրավիճակները տարբեր են։ Մարդկանց հետ ամեն բան կարող է լինել։ Հանգիստ եմ նայում։ Մեծ ցանկություն ունեմ իր հետ զրուցելու, մեծ ցանկություն ունեմ իրեն շատ հարցեր տալու, առանց որևէ մեղադրանքի, առանց որևէ ինչ-որ քննադատության։ Ես կուզեմ իմանալ ինքը ինչ տեսակի մարդ է, ինչ միջավայրում է մեծացել, ապրել, ինչով է զբաղվում։ Ունեմ քույրեր, եղբայրներ, իր կողմից, իր ընտանիքի մասին ամեն բան։ Ողջ են տատիկը, պապիկը։ Ամեն դեպքում ինչ տեսակի մարդիկ էլ որ լինեն, ես կընդունեմ ոնց եւ յուրաքանչյուր հարազատ մարդու։ Ամեն դեպքում հաշվի առնելով, որ ահագին ժամանակ է անցել, տարիներ, տասնյակ տարիներ, միևնույն է, ես փնտրում եմ իմ կենսաբանական մորը ու յուրաքանչյուր բարեկամին, որ իր հետ կապ ունի, իմ հետ կապ ունի, շատ կուզենայի իրենց հետ ծանոթանալ, իրենց տեսնել եւ երևի թե ինչ-որ շփում ունենալ։ Շատերդ մեզ խոստովանել եք, որ դիտում եք հաղորդումը նաև այն պատճառով, որ ուզում եք եթերում ծանոթ դեմքեր տեսնել։ Գուցե թողարկումներից մեկում որոնում են հենց ձեր ծանոթին, գուցե հնչի անուն, որի որոնման գործին հենց դուք կարող եք օգնել։ Դե իսկ նման դեպքերում գիտեք, ինչ է պետք անել։ Ընդամենը զանգահարել մեր խմբագրություն։ Մենք հավատում ենք, որ մեր նախագիծը հայտնի 6 ձեռքսեղմումների տեսության վառ ապացույց է։ Ասում են երկրագնդի վրա 2 տարբեր մարդիկ կապված են միմյանց հետ ծանոթությունների շղթայով։ Դա նշանակում է, որ ծանոթների շղթան կարող է բերել մեզ ուղիղ այն մարդու մոտ, որին փնտրում ենք։ Եթե այս տեսությունը ձեզ մոտ կասկածներ է թողնում, ծանոթացեք այսօրվա պատմությանը։ Ինչպես այն սկսվեց, կիմանանք տեսանյութից։ Փնտրում եմ իմ ավակ ընկերոջը Արաքելովը Միշա Միխայել Ալեքսանդրովիչ, Ռուսաստանում էծև են ասում իրան։ 2000 թվականից մենք իրարից բաժանվեցինք, որովհետև կինս վատ առողջ էր։ Ես էլ տներս ծախում էի, որ կնոջս բուժեի, ու տենց մեր կապերը խզվավ, ինքը ֆերմեր էր էլի, խոզ էր բերում, Ռուսաստանից բերում էր, ստեղ վաճառում էր, գնում ենք կոլխոզները, ման էին գալիս անասունները առնում ենք, բերում էին միս կոմբինատ մորթում են, բերում ենք մեր հայ ժողովրդին, էժան գնով վաճառում էին։ Հարազատ բարեկամներ դառանք էլի, իրա կինը, երեխեքը, իմ կինը, իմ երեխեքի հետ շատ մոտիկ էինք, ուր էթայինք իրար հետ էինք եթում գործից հետո։ Երեխեքին կարուսել էր, հաց ուտել էր, ռեստորան էր, բան էր, միշտ ինքը այդ խաղի մեջ կար էլի, պետք է անպայման երեխեքին տաներ, ուրախացներ։ Ինքն էլ երեխեքի հետ։ Պաստորեն, ստացվում է, որ դուք վաճառել եք ձեր տունը, փոխել եք ձեր բնակության հասցեն, ու այդպիսով կապը ընդհատվել է։ Հա, այդպես կապը ընդհատվել է։ Մի անգամ եկել է տղեկը ասել են, որ սենց տեղը ապրում, եկել է մանա եկել չի քթել, ու այդ իմ սրտին դարդ է էլ, որ ինքը ընձի չի քթել։ Հիմա ես եմ ուզում, որ իրան քտնեմ։ Իրա կինը ռուս էր, մի Օլյա էր անունը, ուներ 3 հատ երեխա, մեծը Սաշիկ, Սիմոն, Տայիսա, որ կինս մահացավ, նոր արդեն ուշադրությանս կենտրոնում իրանք դարձան, որ իրանց փնտրեմ, քտնեմ։ Ձեր ունեցած վերջին տվյալներով որտեղ էր ապրում ձեր ընկերը։
Վերջին տվյալներով ինքը Վորոնեժսկի օբլաստ, Ռոսեշ քաղաք։ Ես ընդ իր հետ շատ եմ եղել։ Անբաժանելի մարդ այլ ուր դե մտներ 2 կիլո խնձոր առներ, 2 կիլո էլ իմ ընտանիքի համար պետք է առներ։ Ես ուզում եմ փնտրեմ իրան, կարող է եւ ինքը մահացած լինի, իր երեխեքը ընձիկը հիշեն, որ ավտոբուսով այնտեղ տարել եմ ման տալու կարուսել, կինս էլ մահացել է, ոնց որ մնացածել եմ մենակ։ Ճիշտ է երեխեք ունեմ, բան ունեմ, բայց ես իրանից շատ բան եմ սովորել, էլի։ Ամեն ասորը ես հիշում եմ իրան։ Մենք ձեզ պետք է խնդրենք, որ դուք նայեք տեսախցիկին եւ ում որ որոնում եք, կամ գուցե նրա տան անդամներից, նրանց որդիների անունները նույնպես կարող եք նշել եւ դիմեք պատկերացնելով, որ նրանց եք դիմում։ Միշա, ցավդ տանեմ, եթե սաղ ես, արձագանք տուր, ես քո կարիքը շատ ունեմ։ Այն, ինչ տեղի ունեցավ հետո, ապացույցն է մեր խոսքերի։ Մենք պատրաստ էինք բավականին բարդ որոնումների, սակայն շնորհիվ այն բանի, որ որոնումներին միացան մեծ թվով ոչ անտարբեր մարդիկ, մեզ հաջողվեց արդյունք գրանցել։ Այսպես ծանոթից ծանոթ, փոքր քայլերով հարթվեց ճանապարհը։ Հաջորդ տեսանյութը հենց այդ մասին է։ Ես Տայիսիա Որնովսկայան եմ։ Ապրում եմ Ստավրոպոլի երկրամասի Կրասնոգվորդեյսկի շրջանի Պրիվոլնոյե գյուղում։ Աշխատում եմ դպրոցում։ Տայիսիայի հայրը Միխայելը 1980-ական թվականներին աշխատանքի բերումով կնոջ ու 3 երեխաների հետ Ռուսաստանից Հայաստան հաճախ էր գալիս։ Հենց այդ այցելություններից մեկի ժամանակ էլ նա ծանոթացավ Վաչագան Ղուկասյանի հետ, որը դարձավ նրա մտերիմ ընկերը։ Վաչագանը ավտոբուսի վարորդ էր։ Հայրս հիշում էր նրանց ընկերությունը։ Հիշում էր ինչպես էին աջակցում միմյանց։ Կարծեմ Վաչագանը 3 դուստր ուներ։ Նրանք ընտանիքներով շփվում էին։ Հայրս ինչ-որ բան էր պատմում ավտոբուսի մասին, որի վարորդը Վաչագանն էր։ Ես նրան Վաչագան անունով չեմ հիշում։ Հիշում եմ Վաչիկ անունը։ Եղբայրս լավ է հիշում նրան։ Մայրս էլ է հիշում, թեև 30-ից ավելի տարի է անցել, մայրս պատմեց նրա մասին, բայց ավելի շատ եղբայրս պատմեց։ 1993 թվականին Միխայելն ընտանիքի հետ տեղափոխվեց Վորոնեժ։ Վաչագանը նրանց հաճախ էր հյուրընկալվում։ Մորս Օլգա Միխայելովնայի եւ ավագ եղբորս Ալեքսանդրի ասելով, նրանք շատ մտերիմ ընկերներ են եղել։ Ընդամենը գործընկերային հարաբերություններ չէին գործատուի եւ աշխատողի միջև, այլ իսկական ընկերություն էր։ Աշխատանքում էլ եղել են իրավիճակներ, երբ հայրս օգնել է Վաչիկին։ Նա էլ իր հերթին հորս է օգնել։ Այսքանը գիտեմ։ Վերջին անգամ ընկերները հանդիպեցին 2000 թվականին։ 4 տարի անց Միխայելը մահացավ։ Դժբախտությանը հաջորդեց մյուսը։ Մահացավ նաև նրա ավագ որդին, Սեմյոնը։ Հետագայում Միխայելի հարազատները Վաչագանի հետ կապ հաստատել այլևս չկարողացան։ Հայրս շատ խիստ, բայց եւ շատ բարի մարդ էր։ Ուժեղ էր, շատ ուժեղ։ Բարձրահասակ էր, ամրակազմ, սպորտային կազմվածք ուներ։ Բարի էր եւ կրթված, երբեք չի ծխել։ Նա հրաշալի մարդ էր։ Նրա մասին խոսելիս միայն լուսավոր բաներ կարելի է ասել։ Ինձ զանգահարեցին սպասիր ինձ հաղորդաշարից եւ ասացին, որ հավանաբար իմ հորն է որոնում նրա ընկերը Հայաստանից, Վաչագանը։ Ես մտաբերեցի անունը, քանի որ հայրս ու մայրս հաճախ էին հիշատակում Վաչիկ անունը։ Նա նշել էր հայրիկիս անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, ասել էր քանի երեխա ուներ հայրս, ինչպես նաև մայրիկիս անունը։ Չեմ կարող վստահաբար ասել ինչ զգացի։ Հուզվեցի, ցավ եւ ուրախություն ապրեցի, երբ իմացա, որ հայրիկիս որոնում է իր ընկերը։
Մինչև հիմա էլ նույն զգացողություններն ունեմ։ Միաժամանակ թե ուրախ եմ, թե տխուր։ Այնքան հուզված եմ, որ ուզում եմ լացել։ Ավակ եղբայրս Սաշան աննկարագրելի ուրախացավ։ Քիչ էր մնում երջանկությունից թռչկոտեր, քանի որ նրան լավ է հիշում։ Հիշում է որպես հրաշալի մարդ։ Նա հիշում է այն ամենն, ինչ իմ հիշողության մեջ չի պահպանվել։ Իսկ նա այդ ամենը կարծես սրտում է պահպանել։ Կարծում եմ, կուզեր նույնիսկ հանդիպել նրան։ Պարզապես նա այլ վայրում է ապրում։ Մենք հեռախոսով խոսեցինք։ Նա շատ ուրախ էր, շատ։ Բարև ձեզ, հորեղբայր Վաչագան։ Ինձ շատ հաճելի էր իմանալ, որ դուք դիմել եք այս նախագծին եւ գտել եք ինձ։ Ես երջանիկ եմ, շատ ուրախ եմ։ Հույզերս խոսքերով արտահայտել չեմ կարող։ Նույնիսկ չգիտեմ ինչ ասեմ ձեզ, որ նկարագրեմ այն էմոցիաները, որոնք բխում են իմ եղբորս եւ մայրիկիս սրտերից։ Նրանք հիշում են ձեզ։ Սա զարմանալի իրողություն է, որը դժվար է բացատրել խոսքերով։ Հորեղբայր Վաչագան, փոխանցում եմ ձեզ ավակ եղբորս, Սաշայի եւ մայրիկիս, Օլգայի ողջույնները։ Վստահ եմ, որ հիշում եք նրանց։ Այն բանից հետո, երբ որոնումներն արդեն ավարտված կարող էինք համարել, հենց սպասիրինձը պետք է դառնար այն 6-րդ ձեռքսեղմումը, որը պետք է միավորեր որոնողին եւ գտնվածին։ Իսկ միավորումն իհարկե պետք է լիներ հանդիպման տեսքով, ինչն էլ մենք սիրով կազմակերպեցինք։ Դիտենք տեսանյութը։ Պարոն Վաչագան, ուրախ ենք ձեզ կրկին ողջունել սպասիրինձ նախագծում։ Շնորհակալություն, ես ուրախ եմ։ Այս անգամ մենք ենք հյուրընկալվել ձեզ։ Շնորհակալ ենք մեզ ջերմ ընդունելու համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Շատ շնորհակալ եմ։ Մեր բոլոր զրույցներում դուք ափսոսանքով եք խոսել լուսանկարների բացակայության մասին։ Հա, դեռ ոչ չկա ինչ ասեմ։ Քանի որ բնակարան եք փոխել եւ այդ ընթացքում այնպես է ստացվել, որ կորցրել եք բոլոր լուսանկարները։ Դե ոչ բան չեմ գտնում։ Հիշեցի էլի, Միշային հիշեցի, ինչ լավ ավականգեր այլել ընձի, շատ բաներ ասորացրել։ Անկեղծ ասած, լուսանկարների բացակայությունը մեզ համար եւս խնդիր ու խոչընդոտ է որոնումներում հաջողելու համար։ Այդ ընդդրանից չի էլի, որ ունենայի կտա, ես ուրախ եմ, որ ասենք թե ունենայի ցույց տայիք, բայց դե որ չկա, ես ինչ անեմ։ Բայց ինչպես ասում են, սպասիրինձում անհույս հայտեր չկան։ Մենք այսօր այստեղ ենք լուսանկարների ձեր բացը լրացնելու եւ մի քանի նորություններ իսելու համար։ Ուրախ եմ, աղջիկ ջան, ուրախ եմ։ Խնդրեմ։ Տեսի Միշանը արդեն որ մենք այդ վաղ իրար հետ ընկերություն ենք անում։ Էսի Տայսանա Գրկին Օլյան Սիմոնս Չախկալը, էս է Սաշիկն է։ Էս իրան տնտանիքն է լրիվ։ Կարող եք գուշակել, թե մեզ ով է փոխանցել այս լուսանկարները։ Դե ուրեմն երև իրանք են էլ ուղարկելի։ Մեզ հետ կապի է դուրս եկել Միխայելի դուստրը, Տայիսյան։ Տայիսյան, ես սրա սրտին ներնեմ, այն վաղ 4 տարեկան աղջիկ էր։ Ու ամաչկոտ երեխա էր էլի, բայց երեխեքի հետ լավ հաղում էր։ Պարոն Վաչագան, Տայիսյան մեզ հայտնեց, որ 20 տարի առաջ Միխայելը մահացել է։ Շատ ենք ցավում։ Ես ցավում եմ, շատ եմ ցավում։ Ուրեմն գնացել է անդե 6 տարի ապրել է ու մահացել է։ Բայց դե հողը թեթևալնի, եթե հաջողվի, ես անպայման կեթամ գերեզման իր շիրիմի վրա։ Միխայելի կինը, Օլգան, հա։ եւ իր զավակները շատ լավ են հիշում ձեզ։ Հա։ Եվ ուրախությամբ են պատմում Հայաստանում անցկացրած օրերի մասին։ Ոնց որ ես եմ պատմում, չէ՞։ Երբ Տայիսյանն իմացավ, որ դուք որոնում եք Միխայելին եւ իր ընտանիքի անդամներին, շատ ուրախացավ ու ցանկացավ խոսել ձեզ հետ։ Հա։ Այո։ Ես կխոսամ։
մոտս լներ ձեռները կհամբյուրեի կասեի Տայիսա ջան, ապրես բալա ջան, որ ուզում ես իմ հետ խոսաս։ Ես դրա կարիքը զգում եմ։ Խոսամ, բա ոչ չեմ խոսա։ Ալո։ Տայիսա։ Բարև ձեզ։ Добрый день։ Բարի օր, իմ փոքրիկ ծիծեռնակ։ Ինչպե՞ս ես։ Ինձ հիշում ես։ Հիշում եմ։ Սաշան ու մայրիկն էլ են ձեզ հիշում։ Միշտ մեր տանն էիր լինում։ Հիշում ես ինչպես էինք ավտոբուսով շրջում։ Ռեստորան էինք գնում, պարում էինք։ Հիշում ես, իմ ընկերը Միխայել Ալեքսանդրովիչը իմ հավատարիմ ընկերն էր։ Ինչպես են տղաները, Սաշան, Սեմյոնը։ Սաշայի կյանքում ամեն ինչ լավ է։ Նա 43 տարեկան է։ 4 երեխա ունի։ Կեցցե։ Այո, 2 որդի եւ 2 դուստր ունի։ Շնորհավորում եմ, հրաշալի է։ Ինչպես է մայրիկդ։ Մայրիկս լավ է, ամեն բան նորմալ է։ Դե տարիքն իհարկե ազդում է, բայց ամեն ինչ կարգին է։ Սեմյոնը, միջնեկ եղբայրս, մահացել է 16 տարի առաջ։ Սեմյոնն էլ է մահացել։ Այո, այո։ Նա ամենաճարպիկն էր։ Սեմյոնը։ Այո, այդպես էր։ Մայրիկդ հայերեն մի փոքր հասկանում է, չէ՞։ Հիմա արդեն ոչ, չի հիշում։ Ինձ էլ չի հիշում։ Ձեզ հիշում է։ Սաշան էլ պետք է ինձ լավ հիշի։ Սաշան ձեզ լավ է հիշում։ Ուղղակի մենք տարբեր վայրերում ենք ապրում։ Ես զանգահարեցի նրան, պատմեցի, նա շատ ուրախացավ։ Նա ձեզ բարևներ է փոխանցում։ Իսկապես շատ ուրախացավ։ Ես նույնպես ուրախ եմ, որ դուք հիշում եք մեզ եւ գտել եք։ Շատ հաճելի է եւ հուզիչ։ Դու ինձ ինչպես ես հիշում, որպես հորեղբայր Վաչիկ, թե Վաչագան։ Ես հասկացա, որ որոնողը դուք եք, քանի որ թե մայրիկս, թե Սաշան եւ թե հայրիկս Աստված հոգին լուսավորի։ Ձեր մասին խոսելիս ասում էին Վաչիկ, գլխումս հենց այդպես է տպավորվել։ Դու էլ արդեն մեծ աղջիկ ես։ Ես հիշում եմ քեզ, երբ դեռ փոքրիկ էիր։ Կլորիկ թուշիկներ ունեիր։ Փոքրիկ էիր ու փամփլիկ, շատ լավն էիր։ Որքան եմ ուզում տեսնել ձեզ, չես կարող պատկերացնել։ Շատ եմ ուզում տեսնել ձեզ, գրկել, արտասվել։ Ուզում եմ գերեզմանոց այցելել։ Դե, եթե կարողանաք գալ, մենք ձեզ սիրով կսպասենք։ Հեռախոսահամարներով կփոխանակվենք, մեծ հաճույքով կհյուրընկալենք ձեզ։ Ուրախ էի շփվել, ամենայն բարիք ձեզ։ Սաշիկին ասա, որ հորեղբայր Վաչիկը նրան շատ է կարոտել։ Ինձ անընդհատ հարցնում էին, արդյոք կգտնես նրանց։ Իսկ իմ սիրտն ինձ հուշեց, որ պետք է դիմել սպասիր ինձին։ Եվ անպայման կգտնեմ ձեզ։ Շնորհակալ եմ անչափ։ Սա պարզապես հրաշալի է։ Դե լավ Տայիսիա, ես կսպասեմ ձեր զանգին։ Շնորհակալ եմ ձեզ, ամենայն բարիք, ուրախ էի խոսել ձեզ հետ։ Շնորհակալ եմ հիշողությունների համար։ Ես նույնպես։ Ցտեսություն։ Всего доброго, до свидания, доченька, до свидания. Զգացողություններս աննկարագրելի են։ Կարծես հոգիս ցավում է, խոսքերով չեմ կարող փոխանցել։ Շատ եմ ցավում նրա համար։ Նա ծանր է տանում կնոջ մահը, միայնակ է։ Շատ ծանր տարա Սիմոնի մահը։ Սիմոնի մահը շատ ծանր տարա իրոք։ Դե ասենք թե Միշան տարիքը իրանն ասել է էլի։ Ինչ ասեմ, ողորմի իրան։ Ես շատ շնորհակալ եմ։ Անսահման հաճելի էր։ Եղբայրս նույնպես կուրախանա, երբ իմանա, որ խոսել ենք։ Հիմա կփոխանակվենք հեռախոսահամարներով։ Գուցե մի օր նույնիսկ հանդիպենք։ Այնքան շնորհակալ եմ ձեր խմբից,
որ հեսա երկորից մի ամիսն ա լռանում, որ ես եկել եմ հրավերք եմ տվել ըտե ու հայտնվել են իմ հարազատ մարդիկ։ Ճիշտ է, մահը տարիք չի հարցնում բալաջան։ Թե սպասելինձը իրական հաղորդում է իրական մարդկանց մասին ու ոչ միշտ է ցավոք ստացվում լավ լուրերով հանդես գալ։ Բաներ կար, որ ասենք թե տարիներով ման են գալի չեն գտնում, բայց երեխեն անունս հիշելով արձագանք ա տվել։ Էդի մար ամեն ինչա, իմ երեխեքն ասում էին, որտից կարաս գտնես, բան, բայց իմ սիրտը գուշակում էր, այսինքն ասում էի, պետք է հայտնվեն։ Դե մենք էլ համոզված ենք, որ կապը կշարունակեք։ Հա, կշարունակեմ, բա ոնց չեմ շարունակի։ Շատ սրտանց եմ ուզում Օլյային էլ տենամ, Սաշիկին էլ տենամ, Տայսային էլ տենամ։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այսպիսի աշխատանք են կատարել։ Անկեղծ ասած, նույնիսկ հավատս չի գալիս։ Ուրախ եմ նաև գիտակցել, որ նա տեսավ ինձ, ու հիմա հոգին ավելի հանգիստ է։ Մի կորցրեք իրար, իսկ եթե կորցրել եք, փնտրեք իրար, ինչ էլ որ պատահի, եւ սպասեք անկախ ամեն ինչից։ Մինչ նոր հանդիպում։ Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։